ըստ էության ունենք շուրջ 80,000 անձնագրեր, որոնք չեն աշխատում։ Հայաստանի Հանրապետությունում ինչի 1,475,000 անձ պետք է մասնակցի ընտրությունների, բոլորի անձնագրերը աշխատեն բացառությամբ 80,000, շուրջ 80,000 մեր հայրենակիցների։ Ինչի համար։ Մյուս հանգամանքը ունենք շուրջ 17,000 գաղտնի, չհրապարակվող, չվերահսկվող ցուցակներով ընտրող մեր հայրենակիցներին։ Իդեպ 2021 թվականին այս թիվը շուրջ 10,000 էր, 2026 թվականին այս թիվը շուրջ 17,000 է։ Հետաքրքիր հարցադրում է, չէ՞։ Հիմա ինչպես պետք է վերահսկողական մեխանիզմ իրացվի այս 100,000 ձայների նկատմամբ։ Իդեպ այդ 100,000-ն էլ նենց հետաքրքիր զուգադիպությամբ վճռորոշ թիվ է։ Իդեպ իհարկե վճռորոշ թվի տեսանկյունից կարելի է ասել, որ որևէ մի հանգամանք էլ նշանակություն չէր ունենա, որովհետև դեռևս քվեարկությունը ամենավաղ փուլում գտնվող ամփոփման տեսանկյունից ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հայտարարում էր, որ իրենք հաղթել են ընտրություններում։ Եվ ես շատ լավ հիշում եմ, ես չգիտեմ լրագրողներից այդ հարց տվողը արդյոք այսօր ներկա է հենց այս ասուլիսին, թե ոչ, ես հիշում եմ, որ հարց հնչեց, թե ի վերջո քանի տոկոսով է հաղթում քաղաքացիական պայմանագիրը, դրան հնչեց ֆանտաստիկ պատասխան, որ չգիտեն։ Իսկ եթե չգիտեն, ավելի տրամաբանական այն չէ, որ ուրեմն չգիտեն նաև հաղթում են, թե ոչ։ Բայց սա է Հայաստանի Հանրապետության ընտրությունների պատկերը։ Մենք այս խնդիրը ներկայացրել ենք Սահմանադրական դատարանին նաև միջնորդությամբ, որ փորձենք հասկանալ ի վերջո ովքեր են մեր այդ հայրենակիցները, շուրջ 17,000 թիվ կազմող։ Սահմանադրական դատարանը բավարարել է այս միջնորդությունը եւ կարծես այս տվյալները պետք է հասանելի դառնան մեզ Սահմանադրական դատարանը։ Կդառնան թե ոչ դա այլ հարց։ Մենք Սահմանադրական դատարանին նաև խնդրել ենք մի պարզ վարժության լուծումը, թե ֆինանսների նախարարությունը եւ մարզպետարանները եւ համայնքները մեզ տրամադրեին տվյալ, թե օրինակ 2025 թվականի փետրվարի 7-ից մինչեւ հունիսի 7-ը որքան պարգևավճարներ, լրավճարներ, սոցիալական օժանդակություն, նվիրատվություններ եւ այլն, այս թիվը ինչ ծավալ է կազմել 25 թվականի նույն ժամանակահատվածում եւ 26 թվականի նույն ժամանակահատվածում։ Սահմանադրական դատարանը այս հարցի ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել։ Կարծում եմ պատճառը ինչի չի ձեռնարկել առավել քան ակնհայտ, որտեղ պատասխանն է ակնհայտ։ Միաժամանակ իհարկե հունիսի 7-ին հաջորդած ժամանակահատվածում մենք ունեցանք իրապես աննախադեպ մի իրավիճակ, երբ ամենամեծ ընտրախախտումներից մեկը նաև կատարում է հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այստեղ անկեղծորեն եմ ասում, առաջարկում եմ որևէ կերպ նշանակություն չտալ ընտրական օրենսգրքի մեկնաբանման, տակտիկական քվեարկություն նման երևույթներին խնդրում եմ անտեսել։ Մի պարզ պատճառով։ Վարչական դատարանը իր վճռով ուղիղ գրել էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված է կազմակերպել վերաքվեարկություն։ Ստիպված է։ Այսինքն այստեղ կամ վարչական դատարանը պետք է լուծարվի Հայաստանում, որովհետև վարչական դատարանի վճիռը կարող է իրավական նշանակություն չունենալ։ Կամ թող արձանագրվի, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարչական դատարանից վեր մարմին է։ Թող փոխվի օրենսդրությունը այդ դեպքում։ Մենք խոսում ենք իդեպ շուրջ 2500 պոտենցիալ ընտրողների քվեի մասին, որտեղ պետք է տեղի ունենար վերաքվեարկություն։ Մենք իդեպ շատերը խոսեցին, չէ, այս երկու ընտրական տեղամասի արդյունքների, դրա անվավեր ճանաչելու մասին։ Ամենամեծ խնդիրը գիտեք ինչումն է, հարգելի գործընկերներ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չուներ լիազորություն իր նախաձեռնությամբ ընտրական տեղամասի արդյունքները անվավեր ճանաչելու։ Չուներ նման լիազորություն։ Որովհետև եթե ունի նման լիազորություն, ձեզանից յուրաքանչյուրը այլևս իրավունք ունի հարց տալու։ Իսկ ինչի միայն այդ երկու ընտրական տեղամասում են տեղի ունեցել ընտրության արդյունքների անվավեր ճանաչելու գործընթաց։ Ինչու միայն այդ երկու ընտրական տեղամասը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ինչ ելակետով էր դա որոշել։ Չունեք չէ դրա պատասխանը։ Մենք էլ չունենք։ Որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ թե որևէ մի ուժի դիմումի հիման վրա է այն իրականացրել, այլ սեփական նախաձեռնությամբ։
Եթե հարցը նրանում է, որ օրինակ այդ ընտրական տեղամասի վերաբերյալ արձանագրումները ընտրատարածքային հանձնաժողովի կողմից առկա էին, ես երկու այլ ընտրական տեղամասի վերաբերյալ հետաքրքիր տվյալ բացահայտեմ։ Օրինակ 36 կոտորակ 6 եւ 36 կոտորակ 11 ընտրական տեղամասերի վերաբերյալ։ Պատկերացրեք ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը, որը հրապարակված է ԿԸՀ կայքում։ Այնտեղ ուղիղ գրված է, որ այդ ընտրական տեղամասի հանձնաժողովի երկու անդամ պետք է իր կարգավիճակից զրկվի։ Այսինքն ինչա չէ ուրեմն տեղի ունեցել այդ ընտրական տեղամասում, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գտնում է, որ անդամների կարգավիճակը պետք է դադարեցվի հանձնաժողովի, բայց ընտրության արդյունքները անվավեր չեն ճանաչվում։ ԿԸՀ-ն որևէ միջոց չի ձեռնարկում։ Մենք իդեպ այդպիսի ընտրական տեղամասերի վերաբերյալ տվյալներ ունենք բազմաթիվ, ներկայացրել ենք Սահմանադրական դատարանին։ Եվ ամփոփելով խոսքս, Սահմանադրական դատարանի մասին։ Սահմանադրական դատարանը պետք է լինի անկախ եւ պետք է լինի անվախ եւ պետք է ունենա քաղաքական չեզոքություն։ Արդյոք Սահմանադրական դատարանը այս 3 չափանիշներին համապատասխանում է թե ոչ, չի համապատասխանում։ Արդյոք երկու դատավորների մասնակցության անհնարինությունը կարևոր էր, այո կարևոր էր։ Արդյոք տիկին Սեդա Սաֆարյանը կարող է մասնակցել այս գործընթացին, թե ոչ, ակնհայտ է, որ ոչ։ Դիմել եմ Սահմանադրական դատարանին հետևյալ հարցադրմամբ։ Հունիսի 21-ին քննարկվել է տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը։ Ըստ որոշման բավարար ձայներ չեն հավաքվել։ 2/3-ը պետք է լինի կազմի, որ դատավորի մասնակցության անհնարինությունը հաստատվի։ Ես ունեմ իմ վարկածը, թե ինչի համար ձայները բավարար չեն հավաքվել։ Այդ վարկածը կներկայացնեմ Սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանը ունի բոլոր հիմքերը ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու, որին հաջորդում է թվով 3 որոշման հնարավորություն։ Ընտրության արդյունքները անվավեր ճանաչել, նշանակել երկրորդ փուլ, սահմանել մանդատների պաշտման կարգ։ Սա իսկապես բացառիկ ընտրություններ են, որ 3 որոշումներն էլ կյանքի իրավունք ունեն։ Իհարկե դրանք կամ տրամաբանությամբ են, բայց սա իսկապես չակերտներում աննախադեպ ընտրություն էր, որի ելքը իսկապես ակնհայտ է։ Քաղաքացիական պայմանագիրը չի հաղթել այս ընտրություններում։ Իդեպ միջազգային փորձում որ նայեք, եթե մի ուժ 50 գումարած 1 ձայն չի հավաքում, դա նշանակում է, որ չի հաղթել։ Հայաստանում ձայների փոշիացման շնորհիվ, այո, հնարավոր է իբրև արձանագրել ընտրություններում արդյունք։ Բայց Սահմանադրական դատարանը թող այս հարցն էլ գնա։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։